Սոցիալական ցանցերում բնակարանների վարձակալության անվան տակ իրականացվող խարդախությունների դեպքերը հաճել են։ Միայն վերջին 30 օրում այսպիսի դեպքերի վերաբերյալ ոստիկանություն ստացվել է 20 հաղորդում։ Ամառային հանգստի շրջանը, ինչպես նաև աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված արտերկրից Հայաստան ժամանող մեր հայրենակիցների զգալի հոսքն ու բնակարանների նկատմամբ աճող պահանջարկը խարդախների համար դարձել են ակտիվանալու բարենպաստ պայման։ Facebook-յան գրավիչ հայտարարություններ հրապարակելով նրանք փորձում են քաղաքացիներից կորզել կանխավճար կամ ամրագրման գումար։ Facebook սոցիալական կայքում զերծարները տեղադրում են բնականի վարձակալման մասին հայտարարություն, գրավիչ լուսանկարներ ու անստավճարը այդ բնակարանի բավականին մատչելի են գրում ու շատ քաղաքացիներ են այդ հաղորդագրություններով փորձում բնակարանը վարձակալել։ Այսօրինակ խարդախությունները հիմնականում իրականացվում են երկու եղանակով։ Առաջին դեպքում խարդախները քաղաքացիների հետ կապ են հաստատում բջջային հեռախոսով, իսկ երկրորդ դեպքում հաղորդագրությունների միջոցով։ Կանխավճարը ստանալուց հետո զերծարները, օրինակ եթե Facebook սոցիալական կայքով են հաղորդակցված լինում մեր քաղաքացիների հետ, զուտ բլոկավորում են մեր քաղաքացիների հաշիվները, քաղաքացիները չեն կարողանում էլ կոնտակտ հաստատեն այդ անձանց հետ։ Այնինչ կիբերոստիկանությունից հորդորում են բնակարան վարձակալելիս չշտապել եւ չտրվել առաջին հայացքից գրավիչ առաջարկներին։ Կանխավճար կամ ամրագրման գումար պետք է փոխանցել միայն այն դեպքում, երբ անձամբ տեսել եք բնակարանը, համոզվել եք, որ գործ ունեք իրական սեփականատիրոջ կամ լիազորված անշարժ գույքի գործակալի հետ եւ կնքել եք գրավոր պայմանագիր։ Անպայման տեղում ծանոթանան բնակարանին, նոր կանխավճար ուղարկել, որովհետեւ կարծում եմ տրամաբանական չէ, երբ անձը ցանկանում է 1 ամիս վարձակալել բնակարանը, իսկ դեռևս չտեսած այդ բնակարանը նրանից պահանջում են գումար ուղարկել։ Անկամ եթե առաջարկը չափազանց շահավետ է թվում, արժե զգոն լինել։ Շատ դեպքերում հենց նման հայտարարություններն են խարդախության հիմքում։ Նախքան որևէ վճարում կատարելը, անհրաժեշտ է նաև ստուգել հայտարարությունը հրապարակած օգտահաշիվը։ Վերջերս ստեղծված, քիչ ակտիվություն ունեցող կամ կասկածելի էջերը կարող են լինել խարդախների կողմից ստեղծված, իսկ հնարավորության դեպքում արժե նաև համոզվել, որ բնակարանի լուսանկարները վերցված չեն այլ հայտարարություններից կամ կայքերից։ Ուսումնասիրելով հնարավոր է հասկանալ, դա նորմալ օգտահաշիվ է, ինչքան ժամանակ է այդ հաշիվը գործում, նախկինում կան մեկնաբանություններ այդ հաշվի վերաբերյալ, այսինքն նախնական էջի ուսումնասիրություն պետք է կատարեն, հասկանան արդյոք պետք է գումար ուղարկեն այդ հաշվին, թե չուղարկեն։ Իսկ ինչ անել, եթե արդեն դարձել եք կամ կասկածում եք, որ դարձել եք խարդախության զոհ։ Առաջի պարագայում բնականաբար պետք է ամբողջ տեղեկատվությունը հաղորդակցության վերաբերյալ իրենց մոտ պահպանեն, այսինքն եթե շփվել են պայմանական Facebook-ի միջոցով, սկրինշոթեր անեն, պահպանեն եւ բնականաբար դիմեն իրավապահ մարմիններին, տվյալ դեպքում ոստիկանություն կամ քննչական կոմիտե։ Կիբերոստիկանությունից հորդորում են զգոն լինել եւ ցանկացած վճարում կատարելուց առաջ մանրակրկիտ ստուգել առաջարկի իսկությունը։ Մասնագետները հիշեցնում են, մի քանի րոպե տևող ստուգումը կարող է կանխել զգալի ֆինանսական կորուստները։ Տիգրան Հովակիմյան, Հորիզոն։